կեղծ ընդդիմադիրների մասին մի քանի բան ասեմ, թե ինչպես տարբերակել դրանց իրական ընդդիմադիրներից։ Նրանք, ովքեր հավասարության նշան են դնում նախկին բոլոր իշխանությունների արասների եւ այս իշխանության արասների միջև, նրանք կեղծ ընդդիմադիր են, բացատրեմ, թե ինչու։ Աշխարհակարգը ներկայի հենվում է իրավունքի վրա, այսինքն իրավունքի ներկայացում, արձանագրում, փաստում եւ աշխարհի կողմից ճանաչում։ Այդ հիմքով են որոշում, թե որ տարածքներումն են ով ինչ ռեսուրս է ստանալու։ Սա շատ պարզ ու հասարակ ասում եմ, թե աշխարհակարգը ոնց է։ Նախկին մեր բոլոր իշխանությունները այո ռեսուրսները վատ են կառավարել, այո եղել են շատ անարդարություններ, ռեսուրսների անարդար բաշխում։ Լիքը խնդիրներ կարող ենք թվարկել, հիմա այս բոլորը չեմ պատրաստում թվարկել, որտեղ միտք չունի, բոլորս էլ գիտենք այդ ամենի մեջ ապրել ենք շարունակաբար, բայց նախկին իշխանությունները երբևէ որևէ միջազգային ացանում մեր իրավունքներից չեն հրաժարվել։ Այդ իրավունքներն են Արցախը հայկական լինելը, այսինքն Արցախում հայերը պետք է ապրեն, պետք է շարունակաբար այնտեղ հայկականություն լինի։ Մեր իրավունքներն են այն գյուղերը, որ այս իշխանությունը հրաժարվում ասում է հանձնելու ենք Ադրբեջանին, դրանք են ցեղասպանության ճանաչումը եւ փաստը, որ այդ իրավունքները պաշտպանված են եղել, ինչքան էլ որ նշեցի, որ իրենց կարելի է մեղադրել այլ խնդիրներում։ Նա եղել, որ թշնամական որևէ կողմ երբևէ չի հայտարարել, որ այսինչ գյուղը իրենցն է, այնինչ տարածքը իրենցն է, հայկական տարածքների մասին է խոսքը, Երևան ենք վերադառնում, նման հայտարարություններ, Սյունիքը մերն է, այսինչը մերն է, երբևէ չեն արել։ Եվ դա ինչից է, երբ դու հրաժարվում ես քո իրավունքից տեր լինելու քոնին, հայտնվում են ուժեր, տվյալ դեպքում այս տարածաշրջանում են ուժերը, որոնք ուզում են մեզ ջնջել այստեղից, Ադրբեջանը, թուրքական, որոնք հայտարարում են դրանք իրենց են։ Սա շատ պարզ է եւ հավասարության նշան դնել նախկին իշխանությունների մեջ, անվանել նրանց գողեր, մարդիկ կան այդպես են անում։ Իսկ ներկա իշխանություններին ԱՊԻ կար, կնշանակի լինել Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ։ Շատ պարզ է։ Եվ կեղծ է այդ օրակարգը եւ կեղծ են բոլոր այդ ընդդիմադիրները։ Հաջորդ ցուցիչը, որով այս ամենի համատեքստում կարող եք տարբերակել դրանց։ Դրանք են մարդիկ են, ովքեր օրինակ այդ Տրամպի ուղի կոչվածը համարում են խաղաղության ուղի։ Դա խաղաղության ուղի չէ, դա Հայաստանը գաղութացնելու, շրջափակելու եւ էլ այս տարածաշրջանից վերացնելու ուղին է։ Եվ ստեղ արևմտամետ, ռուսամետ, մյուսամետ լինելու մասին չի խոսքը։ Ինչ ճանաչողները գիտեն, ես ամենում եմ կրթություն ստացել, այդ երկիրը շատ սիրում եմ, ինձ հարազատ եմ համարում եւ շարունակաբար այդպես եմ մնում, անկախ նրանից, թե ինչքան վատն է իրենց քաղաքականությունը մեր հանդեպ։ Իրենք իրենց շահերն են պաշտպանում։ Թուրքիայի միջոցով, թուրքական շահերը ավելի ճիշտ։ Հիմա այս համատեքստում սա շատ կարճ ձեր համար ուղեցույց մի գործոնով տարբերակել իրական եւ կեղծ ընդդիմադիրներին ժողովուրդ ջան։ Մի եղեք մոլորված, մի խաբվեք տարբեր սիրուն դեմքերին, խոսքերին, մի խաբվեք, ճշմարտությունները սրանք են։ Ձեր շահերը, ձեր իրավունքները պետք է պաշտպանվեն։ Միջազգային ատյաններում դիվանագիտությամբ, ուժով, ցանկացած ձևով, տնտեսությունով Եվ այս գործոններից որևէ մեկի բացակայությունը մեզ հանգեցնելու է փլուզման։ Սկսվում է կրկնում եմ իրավունքի արձանագրումից, դրա համար պայքարից, միջազգային ատյանների կողմից ճանաչումից եւ դրա համար կռիվ տալուց։ Սա է ճանապարհը։ Այլապես աշխարհի երեսից վերանալու ենք որպես առանձին միավոր եւ պետություն։ Դա որ բոլորիդ այսօր մեքենայի մեծից եմ խոսում, լավ ցուրտ էր 0-ից ցածր աստիճան 6 կիլոմետր վազեցի 40 րոպե, բոլորիդ լավ էր։